Վերջին անգամ ձեր երեխայից երբ եք լուր ստացել, ինչ տեղեկություններ ունեք ընդհանրապես։ Ուրեմն ես գտնվելու վայր անհայտ զինվորի ծնող եմ, որ ես 5 տարի անցնում ենք այս ցավի միջով ու ես մենակ չեմ, բազմաթիվ ենք։ Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 7-ին 20 թվականին, եղել է ժամկետային զինծառայող, ընդ որում Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղում, ինչպես ասում է Ղարաբաղը Ադրբեջանը եղել, մենք տեղյակ չենք եղել, ու մեր երեխաներին հոկտեմբերի սկզբից տարել են ամենաթեժ կետերը, որտեղ չգիտեմ ինչ մարտեր են եղել ու մենք տեղյակ էլ չենք եղել, ոչ մի տղա իր ծնողին չի ասել, որ պատերազմի դաշտում է, մենք իմացել ենք իրենք իրենց զորամասերում ծառայություն են իրականացնում, մնում էր 3 ամիս, որպեսզի ավարտեր ծառայությունը ու վերադառնար, ու հոկտեմբերի 7-ի ցերեկը ժամը 1-ից 1:30 խոսել ենք, ամեն ինչ լավ է մամ ջան, չմտածեք, մենք լավ ենք, կգանք։ Ու եղբորն է ասում գիշերը, որ իրենք գտնվում են ջրականում։ Դա վերջին անգամն էր, երբ որ դուք խոսեցիք։ Իսկ դրանից որ ոչ մի լուր չունենք։ Իսկ այն մարդիկ, ում որ դիմել եք, եւ հետո ես գիտեմ, որ դուք Ալեն Սիմոնյանի հետ եք նաեւ խոսել, ինչ են ասում, ինչ են ձեռնարկել, ինչ են արել այսքան ժամանակ։ Եվ Վերջնական շրջանում դիմել ենք, բոլոր կառույցներին ենք դիմել։ Տեղ չենք թողել երևի, Կարմիր խաչից, կառավարություն, ազգային ժողով, բոլոր ծնողներով միասին, այդ մի քանի օրվա մեջ ոնց որ բոլորս գտանք իրար միասնական ուժերով, դիմում էինք բոլոր կառույցներին, բայց ասում են, եթե իմանանք որտեղ են, անհայտ չէին կոչվի։ Այդ է նրանց տված պատասխանը։ Իսկ նայեք, վերջերս եթե նկատել եք կամ հաստատ գիտեք, քաղաքասարակության ներկայացուցիչներ մեկնել էին Բաքու, դուք հնարավորություն ունեցել եք հանդիպել նրանց հետ, հարցեր ուղղել կամ Բաքու մեկնելուց առաջ հետո։ Չէ, ճիշտն ասած հանդիպում չենք ունեցել, իմացել ենք, որ գնացել են, բայց իրենք հիմնականում իմանալով գնացել էին գերիներին տեսակցելու, թե իրենց հարցով, անհայտ կորածների հարցով չգիտեմ, խոսել են, թե մենք էլ չենք հանդիպել, բայց ցանկություն կա հանդիպելու։ Իսկ տեղյակ եղել եք, որ նրանք մեկնել են։ Չէ, գնալ գալուց հետ ճիշտն ասած անձամբ ես իմացել եմ նրանց վերադարձից հետո, երբ որ ասուլիս տվեցին, խոսեցին, այդտեղից եմ տեղեկացել։ Պետական կառույցներն ինչպես են պատկերացնում այս խնդրի լուծումը, ինչ են առաջարկում։ Առաջարկ, այդպես առաջարկ, որ ասեմ, առաջարկ չեն անում, մենք ծնողներով ենք հիմնականում ձեռնարկում ամեն ինչ, հիմա էլ Կարմիր խաչի միջոցով այդ ասոցիացիան ենք հիմնել, բոլոր ծնողներով 90-ականների, 23 թվականի եւ 20-ի, որպեսզի կարողանանք մեր ծառայինը ավելի լսելի դարձնենք, քանի որ անհատապես նրանք երևի չեն էլ ուզում արդեն ընդունեն, 5 տարին լրացել է, այլ ոչինչ չունեն մեզ ասելու։ Որոշեցինք այդ Կարմիր խաչի միջոցով, որը մեզ շատ օգնեց, այդ ասոցիացիան հիմնեցինք, արդեն 1 տարի է այդ գործընթացը գնում է, եւ հունվար ամսին արդեն պետական բան կստանա, լոգոն ունենք, արդեն ուղարկել ենք պետական բանի հաստատման եւ հույս ունենք, որ գոնե այդ միջոցով կկարողանանք ինչ-որ հարցերի պատասխաններ ստանանք, օգնենք։